Ողջույն, սա Regions TV ձեր տանը ոդկասթն է։ Սա մի վայր է, որտեղ մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչը սովորաբար դուրս է մնում լրահոսի աղմուկից եւ պաշտոնական հաղորդագրություններից։ Մենք պատմում ենք պատմություններ, որոնք թեև չեն դառնում թոփ թեմաներ, բայց փոխում են մարդկային ճակատագրեր։ Ես Նելին եմ Բաբայան եւ մենք այսօր Գայանեի եւ Լուսիայի հետ քննարկելու ենք, թե ինչ խնդիրների միջով են անցնում հաշմանդամություն ունեցող անձինք աշխատանք գտնելու ճանապարհին, ընդհանրապես հասարակությունում ինտեգրվելու ճանապարհին։ Լուսիա Ստեփանյանն է, ծանոթացեք խնդրեմ, եւ Գայանե Գրիգորյան, մեր մյուս հյուրը Ագատ հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարը։ Լուսիա, խնդրում եմ քո պատմությամբ կիսվես, երբ որ դու ինչ ես զգում եւ վստահաբար խտրականության հանդիպել ես քո կյանքի տարբեր փուլերում եւ միջավայրում, ինչ ես զգացել եւ ինչ դրվագ կառանձնացնես հատկապես այդպես որ միշտ օրինակելի է։ Նախ շնորհակալություն հրավերի համար, հետո ուզում եմ ասել, որ իհարկե յուրաքանչյուր անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձիկ ենթարկվում են որոշակի խտրականության։ Իմ պարագայում հասարակության վերաբերմունքը շատ խտրականն, երբ որ օրինակ ուշադիր նայում ենք, թե ինչպես եմ գումար է վճարում տրանսպորտին կամ ինչպես եմ գնումներ կատարում խանութներից, ու ես գտել էի դրա պարզ լուծումը, որ ժամանակ, երբ որ նոր էի գալիս քաղաք գնում ու օգտվում էի հասարակական Գյումրի, հա, քաղաքի խանութներից օգտվելու համար, իմ համար, քանի որ ունեմ ձեռքերի լարվածություն ու ինքը նաև պահի տակ կա շարժումներ, որոնք որ կառավարելի չեն իմ կողմից, ես դժվարանում եմ վերցնել մանրը։ Այսինքն, երբ որ ինչ-որ բան գնում է, ինձ դժվար է վերցնել մանրը, առավելևս, երբ որ դրանք ծրվում էր այդ հատուկ մանրի ամանի մեջ։ Ու այսպեսի որ ես գտա դրա լուծումը, որպեսզի ինձ հարմար լիներ, կամ նայում էի արժեքը ու գնում էի տուն, երկրորդ օրը մոտենում նույն քանակի մանրադրամներով կամ թղթադրամով, որ էլ մանր վերցնելու կարիք չլիներ, քանի որ այն ժամանակ այդքան ակտուալ չէր քարտային վճարումները։ Հետո հասկացա, որ այդպես չի կարող շարունակվել երկար, արդեն մշտական այն խանութները, որտեղից որ մշտական օգտվում էի, վաճառողներին ուղղակի խնդրեցի, որ մանրը դնեն իմ ափի մեջ, ոչ թե տվյալ տարայի մեջ, ու արդեն նույնիսկ հետո էլ կարիք չէր լինելու, որ ես հիշեցնեի, որ պետք է դնեն բրիս մեջ կամ հենց դրամապանակից մեջ դնեն, արդեն իրենք եւս արդեն գիտեին ու պատկերացնում էին, թե ինչպես պետք է, ինչ մոտեցում պետք է ցուցաբերեն ինձ։ Սա եթե մենք ընդհանուր այսպես նայենք հասարակության խտրական վերաբերմունք, երևի ամենամեղմ փափուկը խտրականությունը։ Իրականում այստեղ այդքան շատ ոնց որ այդ խտրականության շատ տիպ չէ, որ ոնց որ ոչ իրազեկ լինելը, ոչ զգայուն լինելը, եւ ես շատ ուրախ եմ, որ Լուսիան կարողացել է սովորեցնել, ավելի զգայուն դարձնել, հա, իր օրինակով ցույց տալ, թե ինչպես կարելի է այլ մոտեցում, որտեղ մենք միշտ սիրում ենք, չէ, ավելի շատ ստանդարտներից դուրս չգալ, հա, բայց ամեն պարագայում պետք է այլընտրանք գտնել ու հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում միշտ պետք է այլընտրանքային մոտեցումները լինեն, որը նաև վերաբերմունք կփոխի, զգայուն կդարձնի։ Խտրականության դրսևորումները շատ են, ոչ միայն խտրականությունը, որը ոչ միայն ուղղակի կամ անուղղակի կարող է ազդել անձանց վրա, նաև բռնության դեպքերն են շատ մեր հասարակությունում, ու մենք տեսնում ենք, որ խտրականությունից զատ շատ հաշմանդամություն ունեցող կանայք եւ աղջիկներ ենթարկվում են բռնության, հատկապես մտավոր խնդիրներ ունեցող կանայք եւ աղջիկները, եւ շատ է նաեւ հիմա այս վերջի դարներին թվային տիրույթում շատացել բռնության դեպքերը, ու իրենք շատ խոցել են այս առումով, եւ այս պարագայում շատ անելիքներ ունեն մեր հասարակությունը, մեր պետությունը, հասարակական կազմակերպությունները, բայց երբ որ մենք խոսում ներվերը չի հերիքում կամ ինչ-որ sense պատճառաբանություններ։ Չէ, իրականում ընտանիքը շատ մեծ դեր ունի, գործոն ունի, որովհետև երբեմն տեսնում ենք, որ այդ խտրական վերաբերմունքը առաջինը հենց ընտանիքում է ստանանում, երբ որ հաշմանդամության թոշակը
ընտանիքն է տնօրինում ոչ թե անձը իր կարիքների համար, եւ որ ընտանիքը չի թողնում, որպեսզի կրթություն ստանան, այնուհետև դուրս գան հասարակություն։ Պատմություն, որ աղջիկը, ով ոչ մեր մարզից էր, անդադ ենթարկում էր բռնության տանը եւ հարազատների կողմից երբեմն ինքը կարող է նույնիսկ ցավոտ ավարտ ունենալ, ու երբ որ վատ ավարտ է ունենում, մենք ասում ենք դժբախտ պատահար տեղի ունեցավ, բայց իրականում չենք խորանում ու հասկանում դժբախտ պատահարի ինչի եղավ, ինչի էր տանից փախել, որովհետև տանը բռնության էր ենթարկվում, կամ բայց մենք կարողացել ենք նաև շատ աջակցող ձեռք մեկնել շատ կանանց եւ աղջիկների իրենց նույնիսկ ապաստարանում տեղավորել կամ ուղղորդել ենք շատ աջակցման կենտրոններում եւ ստանալով իրենք համապատասխան հոգեբանական կամ սոցիալական ծառայությունները կարող են արեցել են վերաինտեգրվել հասարակությունում եւ ամենակարևորը այդ վստահությունը մենք կարողանանք ստեղծել։ Դու զրկվել ես բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, ինչը նաև ազդել է աշխատանք գտնելու, հա, քեզ համար այսպես արժանապատիվ աշխատանք գտնելու վրա։ Հիմնական դպրոցը 12-ամյա կրթությունը ավարտելուց հետո դիմեցի Շիրակի պետական համալսարան, որպեսզի ընդունվեի հոգեբանության բաժնում, բայց երբ որ մոտեցանք եղբորս այդ թղթերը ներկայացնելու դիմում տալու, հենց ընդունարանի մոտ այդ աշխատակիցները ուղղակի մերժեցին, ասեցին այսօր այստեղ չեն, չգիտեմ ինչ պատճառաբանություններ։ Դու ինչ ասեցիր, որ մերժեցին։ Այդ բանին ասեցիք լավ, գնանք, հաջորդ օրը կգանք, բայց հաջորդ օրը արդեն մենակ եղբայրս էր գնացել ու ասել էին, որ չեմ կարող ընդունել, որովհետև չի լինի։ Իսկ խնդիրը այնտեղ ներկայացրել ես, թե ինչ տեսակի հաշմանդամություն ունես։ Խնդիրը հենց այնտեղ էր կայանում, որ մենք ասեցինք, որ ես պայմանավորված իմ ձեռքերի լարվածությունից չեմ կարողանում գրիչով գրել, բայց փոխարենը կարող եմ նույն լեկցիաները գրել համակարգչով։ Ու խնդիր չի, համակարգիչն էլ ուղղակի պետք է որ դուք հաստատեք ու ես կարողանամ անցնել կրթության, բայց երկրորդ օրը եղբայրս մոտենում է, իրեն մերժում են, ասում են, որ չեն կարող ընդունել, քանի որ կամ չունեն համապատասխան պայմանները կամ ուղղակի չեն կարող ընդունել, չի լինի։ Եվ դրանից հետո դա ինչպես ազդեց քո, այսպես ասած, կյանքի, չասեմ որակի, բայց քո մտադրությունների աշխատանք գտնելու ինչ էիր զգում։ Բնականաբար, եթե քննություն տաս ու կտրվես, դա ուրիշ է, բայց երբ որ ուղղակի ասում են, որ չես կարող, բնականաբար արդեն ընկճվում ես, որ սա վերջն է, արդեն դա տանից դուրս գալու մի միջոց էր, որ կարող էի տանից դուրս գալ չմնալ տանը, բայց բարեբախտաբար իմ մոտ մի քիչ ավելի ուրիշ եղավ ու հիմա ավելի ուրախ եմ, որ չեն ընդունել, բայց հələ պետք է դիմեմ եւս մեկ անգամ։ Ավելի ուրախ ես, որտեղ քեզ ուժեղացրեց դեպի այլ բան։ Ուժեղացրեց ինչի, որ ես ուզեցա ապացուցեմ, որ մենակ այդտեղով չի սկսվում ու ավարտվում կրթություն ստանալը ու արդեն շարունակեցի իմ կրթությունը 2 տարի, սովորեցի իտալերեն լեզու մեր տեխնոլոգիական կենտրոնում, Գյումրիի տեխնոլոգիական։ Հեսա ոչ ֆորմալ կրթությանը կգանք, բայց ուզում նաև գանեցես հարցնել, սա տարածված դեպք է Լուսիայի պատմությունը, մերժել աշխատանքի վերցնել, հաշմանդամություն ունեցող անձանց մերժել, կրթություն ստանալ, մինչդեռ մենք խոսում ենք ներառականությունից, երկար տարիները Հայաստանում, հա, մեր պետությունը պատասխանատվություն ունի ներառականությունը ապահովելու, բայց կարծես սա ձևական է։ Իրականում դեպքեր միգուցե կարող է շատ լինեն նման պարագայում, երբ որ կրթություն ստանալու իրավունքը խախտվի, բայց երբ որ ես լսում եմ Լուսիային, ես վստահ եմ, որ եթե հիմա ինքը դիմի, երբեք էլ իրեն չէին կարողանա ասելու դու չես կարող, որովհետև տարիների ընթացքում ինքը նշեց, որ կոփվել է, զորացել է, շատ ոչ ֆորմալ կրթություն է ստացել, իրավունքներին իրազեկել, բայց այստեղ տարբեր գործոններ կան, միգուցե եթե Լուսիան ավելի ուժեղ եւ պատրաստված լիներ, հա, հասկանար, որ երբեք այդ կրթական այդ ցածր մակարդակում, երբ որ զուտ ինքը գործերն է հանձնում, իրեն չէին կարող մերժել եւ ինքը պետք է պայքարեր, գնար առաջ եւ
ես հույսս չեմ կորցրել եւ ասեմ, որ ինքը դերևս բարձրագույն կրթություն ստանալու է, որովհետեւ այդ ուղու վրա է միանշանակ կերպով, բայց ինչպես ինքը ասեց, երևի դա մի քայլ էր, որը հնարավորություն տվեց իրեն ավելի կոփվելու, ուժեղանալու եւ հետագայում արդեն հասկանալու, թե կոնկրետ ինքը ինչ է ուզում։ Բայց շատ դեպքերում նույնիսկ այդ քայլին չեն կարողանում հասնել, հատկապես հաշմանդամություն ունեցող շատ կանայք եւ աղջիկներ, որովհետեւ եթե համեմատում ենք արդեն տղաների հետ հաշմանդամություն ունեցող, տեսնում ենք, որ իրենք ավելի քիչ հնարավորություններ ունեն, ավելի շատ կանայք եւ աղջիկներ հաշմանդամություն ունեցող, որը պայմանավորված է ոնց որ կրկնակի երակի խոցելի են, դա արդեն միջազգայինորեն են ընդունված, որովհետև նույնիսկ ներառական կրթություն ստանալու հնարավորություն իրենք չունեն դպրոցներում շատերը։ Միգուցե մնում են տանը, որը պայմանավորված է շատ գործոններով, փակվում են տանը, հասարակություն դուրս չեն գալիս։ Ինչ։ Դե դա շատ կարծրատիպային է, շատերը դպրոց չեն հատաղում, եւ ընտանիքը շատ մեծ գործոն ունի, երբ որ մենք նայում ենք հաջողված պատմությունները, հաշմանդամություն կանանց եւ աղջիկների, մենք տեսնում ենք, որ առաջնային այդ մեծ գործոնը, հենասյունը դա եղել է ընտանիքը։ Եվ ընտանիքը եթե շատ խրախուսել է, որպեսզի ինքը չնայած բազմաթիվ դժվարություններին դուրս գա հասարակություն, հաճախի դպրոց, հետո բարձրագույն կրթություն ստանա եւ դա է վերջի տարիներին փոփոխություն նկատվում է։ Փոփոխություններ շատ կան, դրա համար պետք է կազմակերպություններ աշխատեն ոչ միայն կանանց եւ աղջիկների հետ, այլ նաեւ ընտանիքների հետ։ Դե դպրոցներում միանշանակ կերպով, որքան էլ որ ասենք չկա մատչելի տրանսպորտ, որը անձին կհասցնի իր դպրոց։ Շատ մեծ խնդիրներ կան, գլոբալ ինքը համապարփակ փոխկապակցված խնդիրներ կան, հաշմանդամություն ունեցող անձը, կինը լինի իրազեկ եւ ինքը պայքարի հենց իր իրավունքների համար։ Հիմա Լուսյան կպատմի իր այդ անցած ճանապարհը, զրկվեցիր կրթություն ստանալու հնարավորությունից, բայց եթե դու իմանայիր քո իրավունքները, իհարկե պնդելու էր, բայց այդտեղ մեկ այլ խնդիր կա, ինչպես ես եմ հասկանում, համալսարանն էլ, հա, տենց գլուխ չի դրել, որտեվ ծախս պիտի աներ, համակարգիչ առներ, գուցե աջակցողեր պետք։ Դե իհարկե, եթե ես այս բային օրինակ դիմեմ, ես նախ ընդհանրապես կարևորություն չեմ տա այդտեղ նստած մարդկանց, ովքեր մերժեցին, որովհետև իրականում ինչպես նշեց Քայանեն, իրենք այդտեղ ոչ մի դեր չունեին, ու նույնիսկ եթե մերժանել այս բարակայում մարդին կարող եմ դիմել ավելի բարձր մարդկանց, ավելի բարձր պաշտոնյաների ու հասնել վերջին նրան, որովհետև գիտեմ, որ դրա իրավունք ունեմ, կրթության իրավունք ունեմ բոլորը, աշխատել իրավունք ունեմ բոլորը, ու այս բարակայում դու աշխատանք փնտրելիս, եթե քանի որ բարձրագույն կրթություն չէիր ստացել, դա շատ էր խանգարում քեզ, ինչպես գտար աշխատանք, դիմում էիր, ինչ էիր մտածում այդ ընթացքում, կարող եմ, չեմ կարող, ի վերջո վախենում էիր, որ ենթադրենք, հա, գնայր հարցազրույցի աշխատանքի ընդունվելու գործատուն այդպես քանի որ հիմա ունենք որոշակի ոչ ֆորմալ հնարավորություններ ոչ ֆորմալ կրթություն ստանալու, օրինակ որոնցից մեկն է SMM-ը կամ լուսանկարչությունը, որ ինքը բարձրագույն կրթությունը որպես այդպեսին չի պահանջում, բայց ավելի լավ աշխատանքի տեղավորվելու համար միանշանակ թեկուզ հիմա երբ որ ես ուզում եմ ագաթի որևէ ծրագրի մեջ մտնել, ինձ պահանջվում է որ ունենամ բարձրագույն կրթություն տվյալ ոլորտում ու շատ ծրագրեր, շատ այլ կազմակերպություններ, նույնիսկ չգիտեմ, հենց որպես հոգեբան աշխատելու պետք է ունենաս բարձրագույն կրթություն։ Ուստեղ ճիշտ է, իմ ոչ ֆորմալ, հա, ոչ ֆորմալ կրթության շնորհիվ մի աշխատում եմ SMM մասնագետ, նաև որոշակի լուսանկարչության առումով ունեցել եմ մի քանի։ Բայց քեզ համար դժվար էր հասնել դրան։ Դժվար, որպես այդպեսին դժվար չէր, քանի որ ինքը հենց որ բարդություն ինձ համար չէր ներկայացնում, բայց բնականաբար ավելի շատ ցկտում եմ, որ ունենամ ավելի լավ աշխատանք, ավելի շատ վարձատրվեմ ու վերջի վերջո զբաղվեմ նրանով, ինչով ուզում եմ։
Ես մի բան էի նոր մտածում, որ օրինակ շատ հաճախ կառավարության նիստերը, որ լսում ենք կամ ոլորտի պատասխանատուներին լսում ենք, տենց ասում են, չէ, այս տարվա 6 ամսում այսքան աշխատատեղ բացեց, այսքան նոր աշխատողներ կան եւ այլն։ Երբ որ ներկայացնում են օրինակ հնարավորություններ զբաղվածության կամ այլ ոլորտներում, նաեւ պետք է հասկանանք, արդյոք այդ շենքերը ֆիզիկապես մատչելի են, արդյոք տեղեկատվությունը հասանելի է հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց, որ իրենք կարողանան թեկուզ տեղեկանալ, որ այս աշխատատեղը կա եւ հիմնականում պետք է ասեմ, որ չնայած որ նայում ենք վիճակագրություն, տեսնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձանց ընդամենը 8-9% ունի զբաղվածություն եւ ինչով է դա պայմանավորված, որ շատ խնդիրներ կան այս ոլորտում եւ պետք է այդ խնդիրներին լուծում տալ։ 8% կարողանում է գտնել աշխատանք։ 8-9% զուտ աշխատում է եւ շատերը պետք է ասեն, որ հիմնականում հաշմանդամություն ունեցող անձինք մեծ մասը աշխատում է այն կազմակերպություններում, որոնք որ ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։ Այսինքն իրենք զբաղվածություն ունեն հասարակական կազմակերպություններում կամ տեղավորվել են աշխատանքի զբաղվածության ծրագրերով, որոնք որ մի ժամանակ գործում էին մեր պետությունում։ Հիմա դա ուզում եմ հարցնել, պետության ջանքերը բավարար չի, պետությունը պետք է խրախուսի միանշանակ կերպով, պետք է ինքը լինի պարտադիր պետական ծրագրեր, որոնք խրախուսեն այս կամ այն ձևով գործատուներին, որպեսզի իրենք գնահատեն հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը եւ իրենց աշխատանքի վերցնեն։ Մի ժամանակ այս ծրագիր կար, մի ժամանակ կային շատ ծրագրեր, որոնք այդ ընթացքում ավելի շատ հաշմանդամություն ունեցողներ էին գտնում։ Շատ դիտարկումել էր արվում, տեսնում ենք, որ թեկուզ այդ պարտավոր պատասխանատվությունը իրենք վերցնում էին եւ շատերը այդ գումարային առումով զգում էին, որ իրենց վրա էլ այդքան չակերտավոր բեռ չի լինի, որտեվ պետությունը մասնակի փոխհատուցում էր իրականացնում կամ աշխատավայրի հարմարեցում էր անում, որը հետագայում նաեւ գործատուին էլ էր օգտակար։ Իսկ ձեզ հետ համաձայն չի Լուսյան։ Այդ խրախուսել իմաստով։ Գիտեք ինչպես, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, ու իմ համար այդ խտրականություններ, որովհետև իրենք աշխատանքի ներսնում ոչ թե ելնելով անձի կարողություններից, անձի գիտելիքներից, այլ զուտ նրա համար, որ պետությունը վճարում է իրենց փոխարեն։ Ձևական, հա, այսինքն, երբ որ ծրագիրը ավարտեց, ես գիտեմ լիքը անձիկը ուղղակի աշխատանքից դուրս են հանել։ Իրական պետությունն էլ այս ռիսկերը եւ վտանգները ինքը տեսավ եւ մենք էլ ենք շատ մշտադիտարկի եւ տեսնում ենք ցավոք, որ այդ նույնիսկ հարմարեցումները, որ անում էին գործատուները, իրենց ավելի հարմար էին անում, քան թե անձին եւ պետությունը որոշեց, որ թեկուս աշխատանքը ավարտվում է, այդ ծրագիրը ավարտվում է, դրանից հետո պարտավորություն կար, որ եւս 1 տարի պարտադիր պետք է գործատուն աշխատանքից չազատեր։ Բայց ես մի բան էլ ասեմ, որ բարձրագույն կրթությունից զատ նաև պետք է միշտ սովորել, օրինակ Լուսյան նշեց, որ ունի SMM կարողություններ եւ օրինակ հասարակական կազմակերպություններում մենք փորձել ենք շատ տարբեր ծրագրերում ներառել, իր տարբեր հմտություններ զարգացնել, փափուկ հմտություններ, այլ կարողություններ եւ նույնիսկ ինչպես ծրագիր ճիշտ գրի, ինչպես ճիշտ բյուջետ կարողանա կազմել։ Դա հասարակական կազմակերպությունն է անում։ Մարդ, որը ներառված չի, շահառու չի որևէ կազմակերպություն, ինքը շատ բաներ աշխատանք գտնի, շատ դժվար է։ Հաշմանդամություն ունի, չգիտես ինչի հաշմանդամություն ունեցող մարդուն այնպեսի աշխատանքներ են առաջարկում, որ վիրավորական է, հա, եթե դու հաշմանդամ ես, նստի, ես չգիտեմ ինչը հավաքի, այս բանը ծալի։ Դրանից նաև վճարումներն են շատ քիչ, բայց մի բան ասեմ, ես ուզում եմ նշել, որ որպես դրական քայլ մեր երկրում կարող եմ նշել, որ 2021 թվականին ընդունվեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքը, եւ օրենքում հստակ կետերով նշվում է եւ զբաղվածության խնդիրները, որ պետք է ունենա, եւ նաեւ խելամիտ պայմանների հարմարեցումների տրամադրումը, ապահովումը գործատուների կողմից, որը եթե հաշմանդամություն ունեցող անձ են վերցնում, իրենք պետք է անհատական կարիքների եւ հիման վրա խելամիտ հարմարեցումներ տրամադրեն աշխատավայրում, որը շատ դեպքերում չի արվում, բայց ինչի համար է ինքը կոչվում խելամիտ, որտեղ ինքը շատ մեծ ֆինանսական
ֆինանսական ռեսուրսներ չի պահանջում, բայց մենք ես ուզում եմ օրինակ, եթե հետո դիտեն մեր գործատուները ասեն, որ իրականում շատ մեծ պոտենցիալ են իրենք կորցնում, որտեվ եթե ասում ենք օրինակ պետություն, տեսեք այդ օրենքով նաև օրենքի ընդունումից հետո պետությունը հիմա ծրագիր է իրականացնում անձնական օգնականի տրամադրման, բայց մենք տեսնում ենք, որ այդ ծառայությունից կարող են օգտվել 15 տարին բարձր հաշմանդամություն ունեցող անձինք եւ միայն նրանք, ովքեր սովորում կամ աշխատում են։ Բայց եթե նայում ենք վիճակագրությունը ցույց է տալիս, որ շատ քիչ հաշմանդամություն ունեցող անձինք են աշխատում, ում հետագայում այդ ծառայությունը պետք կգա եւ բոլորը պետք է գնահատված լինեն նաեւ ֆունկցիոնալության դասակարգիչով։ Ուզում եմ էլի Լուսիայի հետ խոսենք, լուսանկարչություն է սովորել, բայց դու ասացիր, որ ձեռքերի շարժմելու խնդիր ունես։ Կարծեմ լուսանկարչությունը պահանջում է, որ ինքը պետք է ասենց ստատիկ չշարժես կամերան, այսպես ասած, ոնց է քեզ հաջողվել այդ սովորել, որ գնացի սովորելու չասեցի չես կարող։ Տեսեք, սովորել եմ էլի ինչ-որ X ծրագրի մասնակցելու արդյունքում եմ սովորել լուսանկարչություն, քանի որ տեսնելով իմ հրաբարակած լուսանկարները առաջարկեցին ու հրավիրեցին այդ ծրագրին մասնակցելու։ Ասեմ ավելի նույնիսկ վերջերում արգաթում ունեցել եմ ծրագիր, որ ես ինքս եմ սովորեցրել հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներին, ծնողներին լուսանկարչություն։ Թե ինչպես օրինակ ճիշտ նկարել չխտրականացնելով երեխային, այսինքն հաշմանդամություն ունեցող երեխային հասարակության մեջ ինչպես ճիշտ նկարել ու չխտրականացնել ներառական միջավայրերում ինչպես նկարել։ Ու իրականում հա, երբեմն ես էլ եմ զարմանում, թե ոնց եմ կարողանում ստանալ այդ կադրը, բայց դե բնականաբար ասենք, որ շագի հարմարեցնումների արդյունքում, հա, ինտերնետ շտատիվ միջոցով կամ թեկուզ ինչ-որ տեղ հենելու արդյունքում ստանում մարդու մտքին տեղ լինի, չէ՞ որ ասում են ամեն ինչ կարող է։ Եվ ես հավելեմ Լուսիա ջան, որ նաև շատ կան հիմա արդեն այս աշխարհում բազմաթիվ աջակցող սարքեր, սարքավորումներ, տեխնոլոգիաներ, որոնք որ հեշտացնում են հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը եւ ինչի համար ենք մենք ասում, որ հաշմանդամություն առողջական խնդիրը չէ, դա հիմնականում փոխազդեցությունն է, փոխհատվելություն է նաև միջավայրի հետ, իսկ միջավայրը շատ լայն հասկացություն է, ու եթե մենք ամեն ինչ փորձում ենք հասանելի, մաչելի դարձնել, հաշմանդամության գործոնը այստեղ ավելի նվազում է։ Եթե ինձ մի բան հարմար չի լինում, ես ջղայնանում բորբոքվում եմ, բայց ես չեմ մտածում, եթե չեմ մտածում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ինչ դժվար, ինչու ես չեմ պայքարում, կամ ես քիչ եմ խոսում այդ մասին, այդ պարտավորությունը, ինչի չեմ ստիպում, որ այդ պարտավորությունը, չգիտեմ, համայնքը, հասարակությունը, պետությունը անի։ Ամենամեծ խնդիրը ինձ թվում է այդ կարծրատիպերն են, որ դեռևս հասարակության մեջ կան հաշմանդամություն ունեցող անձանց ներուժի հանդեպ, իսկ գիտեք, որ կանանք եւ տղամարդիկ ավելի տարբեր են իրենց ներուժը եւ միշտ մտածում են, որ տղամարդիկ ավելի լավ կարող են աշխատել, քան կանայք, կամ տվյալ պարագայում կինը նաև հոգս է կիսում ընտանիքում, որը երևի տղամարդու վրա ավելի քիչ է դրված, հա, դե մանավանդ եթե հաշմանդամություն ունեցող կինը երեխաներ ունի, ինքը ավելի նաև պետք է երեխաներին հոգ տանի ընտանիքում, այստեղ շատ տարբեր գործոններ կան, բայց հիմնականում ես էլ եմ ասում, ես չի ասի, որ շատ դե փոփոխություններ պետք է արվի, բայց դրա համար եմ ասում, եթե այդ հարմարեցումները խելամիտեն, ինքը ֆինանսական մեծ ծախսեր չի պահանջում, իսկ այնուհետև այդ օգտագործելով կարողություններն ու պոտենցիալը գործատուն ավելի կշահի, որովհետև մենք բազմաթիվ դրական ու լավ փորձեր, օրինակներ ունենք մեր երկրում, որը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող անձը կարող է լինել լավ դասընթացավար, կապ չունի ինչ խնդիր ունի, լավ ինժեներ, լավ տնտեսագետ, լավ հասարակական գործիչ,
լավ կին Լուսյան իհարկե ամուսնացել է եւ այդ մասն էլ եմ ուզում պատմես Լուսյա ջան, որ որոշեցիր ամուսնանալ, արձագանքներն ինչպիսին են, այս հարցը գուցե կոպիտ հնչի, բայց մենք գիտենք, որ մեր հասարակություն դեռ կա չէ այդ բանը, որ ոնց թե հաշմանդամություն ունի ամուսնացել, ոնց էլ մի բան էլ աղջիկ, այսինքն նույնիսկ տղաներին այս դեպքում ավելի մեղմ են վերաբերում, քան կանանց աղջիկներին։ Նախ ասեմ, որ թեկուզ իմ ընտանիքում էլի վերադառնամ ընտանիքին, որովհետև ինչպես նշեցինք բազմիցս, ամեն ինչ սկսվում է ընտանիքից։ Իմ ընտանիքը ի սկզբանե չի եղել, որ երբևիցե չի շեշտադրվել, որ չես ամուսնանալու կամ ընտանիք չես կազմելու, ընդհակառակը միշտ աջակցել է, ինչպես ծանոթացանք։ Հիմնականում հենց SMM աշխատանքս կատարելու ժամանակ օնլայն ենք ծանոթացել ու բնականաբար սկզբում ծանոթության ընթացքում նշել եմ, որ ունեմ հաշմանդամության այսինչ տեսակը, որ ձեռքերս կան լարվածություն, որոշակի գործեր հնարավոր է չկարողանամ կատարել կամ ենթադրենք ինչ-որ մի բան անեմ ցեզանից տարբեր ու դա բոլորը չի, որ կարող են ընդունել կամ հատկապես որպես կին, քանի որ տան եփել, թափել, թուն մաքրել, հետագայում նաև երեխաներ, խնամք, որը բավականին բարդ է։ Բայց քանի որ ես ինքս ունեի իմ շրջապատում մարդիկ կանայք, ովքեր անում են ու անցնում են այդ ամեն ինչ մինչև ու հաջողում են, դա իմ համար մոտիվ էր, որ ես եւս կարող եմ անել ու ուզում եմ, որ հիմա վստահ եմ, որ որոշակի աղջիկներ ինձնով կմոտիվացվեն ու կգնան այդ քայլին։ Բարդ է, բայց երբ որ անում ես առաջի քայլը, արդեն հասկանում ես, որ ճիշտ ուղու վրա ես ու հենց այդպես պետք է լինի, քանի որ բոլորը բոլորի համար հավասար են։ Ամուսնու հարազատներ ինչպես ընդունեցին ձեր որոշումը։ Ամուսնու հարազատները Սենց են սիրում ենք, չէ՞, սենց խորանանք նատել ասած Գիտեք ինչպես, ամուսնու դիրքորոշումը շատ պինդ էր ու որևիցե մեկ կառուցիկը չէր կարող փոխել իր որոշումը, որ իմ հետ կյանք կապի ու ասեմ այդ խտրական վերաբերմունքը նաև չեմ նկատել իմ ամուսնու ընտանիքի կամ բարեկամների կողմից, քանի որ ի սկզբանե երբ որ մարդիկ ճանաչում են քեզ քո էությունը առաջինը, հետո նոր քո հաշմանդամությունը, դա շատ բան է փոխում, բայց երբ որ դու քո հաշմանդամությունը սպիտակ դրոշակի պես առած ամեն տեղ առաջնային ասում ես ես ունեմ հաշմանդամություն, դա արդեն բերում է նրան, որ մարդիկ ֆիքսվում են քո հաշմանդամության վրա, ոչ թե քո վրա։ Տեսանելի ես դարձնում քո հաշմանդամությունը, բայց երբ որ դու ինքդ շատ սահուն կերպով ես անցնում այդ ամենի միջով, իրենք եւս արդեն երկրորդային պլան են դնում քո հաշմանդամությունը ու քեզ ընդունում են որպես ու պարտավոր են ընդունել որպես լիարժեք մարդ։ Հաշմանդամությունը այնց առաջ մղել մարդը, ես ունեմ մտածեմ, հա, բայց մարդը եթե խնդիրներ ունի, պիտի ասի, ես ունեմ այս հաշմանդամությունը, որի պատճառով կամ որի հիմնավորմամբ ինձ աշխատանքի չեն թվում, ինչ չգիտեմ, միջավայր ինձ համար հարմար չի, դա վատ է, որ մարդիկ իրականում Լուսիայի խոսքում ինքը ուզում է ասել, որ երբեք դուք չպետք է հաշմանդամությունը օգտագործես, որպեսզի քեզ հասարակությունը խղճա կամ մտածի, որ դու չես կարող չակերտավոր սահմանափակ։ Իրականում շատ ես լսում եմ Լուսիային, տեսնում եմ, որ այդ փոխօգնությունը ինչքան օգնել է իրեն։ Մենք միշտ ասում ենք շատ կարևոր է այդ ծրագրերը փոխօգնության, հավասարին զրույցի, որ տեսնում են իրենք, որ նույն խնդիր ունեցող շատ անձիկ կարողացել են հաղթահարել ու երբեք դա ինքը անում է այլ կերպ եւ մենք միշտ ասում ենք, որ հաշմանդամությունը դա կարողությունների բազմազանություն է, ոմանք կարողանում են այլ կերպ խոսել, այլ կերպ քայլել։ Մենք հաշմանդամություն ունեցող, այլ հաշմանդամություն չունեցողներին։ Մարդիկ հաճախ տենց այդ խղճահարությունը, որ վայ ձեզ օգնեմ, չօգնեմ, բոլորս ունենք, երբ որ Լուսյան խոսում էր, որ օրինակ տնային գործերում, այ կամ հետագայում երեխայի խնամքի հարցում, ես չեմ կարծում իկին, որ որոշակի կյանքի փուլերում կամ էտապներում ինքը չկարողանա ինչ որ խնդիրներ ունենալ եւ օգնության աջակցության կարիք
չունենա, բոլորս փորձում ենք գտնել մեզ օգնող անձ կամ ինչ-որ այլ տարբերակ, այլ ընտրանք գտնել, զուտ պետք է ասել, որ պետք չի խորանալ խնդրի վրա, այլ անձին ընդունել զուտ իր կարողություններով, իր էությամբ, իր մարդ տեսակով եւ այդ պարագայում շատ-շատ բան կփոխվի։ Ես չգիտեմ, լիահույս եմ, որ կգա մի ժամանակ, որ մեր հասարակությունը, մեր գործատուները, մեր պետությունը, պետությունը պետք է պարտավոր պայմաններ դնի, շատ զբաղվածության ծրագրեր ունենա, որպեսզի հասկանալ, այսինքն պետության ջանքերը ձեզ գոհացնում են, թե պետք է ավելի խստացվի աշխատավայրերի հարմարեցում։ Ոչ միայն հարմարեցումները, ես կարծում եմ, որ պետական զբաղվածության ծրագրերը պետք է շատ լինեն, այս պահին ընդհանրապես չունենք, ու զուտ չմնա հասարակական կազմակերպությունների զուտ հիմա ջանքերին, որոնք որ մենք տեսնում ենք այդ պոտենցիալը, այդ ներուժը եւ ուզում ենք, որ զարգացնեն, եւ երբ որ ես խոսում եմ, եւս վստահ եմ, որ Լուսյան անպայման ստանալու է բարձրագույն կրթություն, ունենալու է իր սիրված աշխատանքը։ Մենք հետևելու ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն բաց եւ անկեղծ զրույցի համար։ Ես հուսամ Լուսիայի պատմությունը այո կողքեվորի որևէ մեկին, ով դիտում է մեր ոդկասթը, որը երևի թե նույն դժվարությունների միջով է անցնում ինչ դու, Լուսիա։ Դուք դիտում եք Regions TV ձեր տանը ոդկասթը, մենք այսօր քննարկեցինք թե ինչ դժվարությունների միջով են անցնում հաշմանդամություն ունեցող անձիկ եւ մուտք են գործում աշխատաշուկա եւ ինչպիսի խտրականությունների եւ բռնությունների են ենթարկվում թե ընտանիքում թե հասարակությունում։ Նայեք մեր հաղորդումները, գրեք մեկնաբանություններ, առաջարկեք թեմաներ եւ մենք կգանք ձեր տուն քննարկելու ձեզ ուզող հարցերը։